առանց բիտումի ասֆալտ են անում։ Ժողովուրդ, բիտում փչող սարքը ուր ա ձեր։ Չայնիկով պիտի բիտում փչեն, լցեն, հա։ Այսինքն ամբողջ հատակը պիտի բիտում փչեին։ Իսկ բիտում փչող սարք էլ չունեն։ Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել ասֆալտապատման որակի վերաբերյալ ու հարցրել, թե ինչու Երևանի քաղաքապետարանն ասֆալտ փռող ընկերությունից չի պահանջում պարտադիր ունենալ բիտում փչող սարք։ Բիտումի հետ կապված։ Պարզվում է, Երևանի քաղաքապետին ևս հետաքրքրում է այս հարցը։ Բիտումի հետ կապված պատմությունը ինչ էր վերջը։ Պարոն քաղաքապետ, մեր մոտ դեպք է տեղի ունեցել Վարդանանց փողոցի վրա եւ այլ փոքր մասշտաբի կրկին դեպքեր ունենք, որոնք ուղղակի չեն Facebook-ում չեն հայտնվել, որոնք մենք գրանցում ենք, այսինքն մեր պատասխանատու ինժեներները, որոնք այդտեղ են եւ գրանցվել են, որոնք միանշանակ են ապրելու։ Ձեր պատասխանատու ինժեներները հասկացանք, բայց նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում։ Պարոն Սևոյան։ Պարոն քաղաքապետ, իրանք տեղում են, որ երկու տեղով են անցկացրել այդ օրը, Թոթովենցի եւ Հովհաննիսյան փողոցի վրա։ Այդ բանին լցրել են ընդհանուր կամազից դարպարկել են, որ ասենք տեղափոխեն։ Նկարահանումը հենց այդ բանին է տեղի ունեցել։ Ավինյանը գոհ չէ նոր վարչական շրջանի ղեկավարի պատասխանից։ Նստում է նկարահանումը տեղի չի ունեցել, տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետքա մարդ դնել հետները, որովհետեւ երբ որ չկա վերահսկողություն, պարզվում է աշխատանքը ով ոնց կարա ինչ որ մի բան պակաս անելու է անպայմանորեն ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին։ Բայց ասենք շին բարեկարգում են նույնիսկ գիշերով են իրենց աշխատակիցները կողքները կանգնած։ Ասենք օրը ցերեկով չա նշանակում, ասենք մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում։ Կամ լավ ասենք որ դառնա էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրանք գիտակցում են դա։ Քաղաքապետը վստահ է, ընդամենը 1-2 դեպքով տարածվում է, որ ամբողջ քաղաքում անորակ ասֆալտ է արվում։ Ավինյանը հանձնարարեց խստացնել վերահսկողությունը։ Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանն էլ ներկայացնում է վերջին օրերին կատարված աշխատանքները։ Մինչ այս պահը կտրվել է մոտ 15000 քառակուսի մետր ասֆալտ բետոնյա ծածկույթ եւ տեղադրվել է մոտավորապես 13000 քառակուսի մետր ասֆալտ բետոնյա ծածկույթ եւ տեղային լուծումներ են տրվել մոտ 320 ժամանակավոր տեղային լուծում են տրվել մոտ 320 փոսի, որը գույքագրված է եւ այնուհետեւ անդրադառնալու ենք փոսերին։ Դեռևս չկառուցված Աջափնյակ մետրոյի կայարանին հարող տարածքում բիզնես կենտրոն կկառուցվի, զեկուցում է Անետա Բաբայանը։ Պարոն քաղաքապետ, Աջափնյակ վարչական շրջանում քաղաքաշինական ներդրումային ծրագրի երկու մրցույթ է կայացել, նախավորակավորման փուլի ընթացքում դիմել են թվով 7 միջազգային եւ տեղական ընկերություններ, երկուսը որակավորվել են, արդեն ուղարկել ենք որպեսզի առաջարկներ ամբողջական ներկայացնեն եւ մարտի 3-ին վերջնաժամկետն է առաջարկների ներկայացման, դրանից հետո արդեն կամփոփենք վերջնական տեղ առաջադրանք, բանակցություններ եւ պայմանագրի կնքում մենք ակնկալում ենք, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն։ Ավինյանը հետաքրքրվում է տեղ առաջադրանքով, որոնք են եղել քաղաքապետարանի նախնական պահանջները։ Մեզ առաջարկելու են հարակից տեղանքում որոշակի ռադիոսով հայեցակարգային լուծումներ, ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի, այսպես կոչված բիզնես քեյսի մշակում, որով որ նաև մենք ներդրումային փաթեթ կկարողանանք ձևավորել իր համապատասխան հաշվարկներով, վերլուծություններով, հողի արժեքով եւ ներդրումային մոդելով։ Այսինքն մենք ստանալու ենք եւ նախնական էսկիզային առաջարկ եւ որոշակի տեխնիկա-տնտեսական հիմնավորում։ Այո։ Թե ինչու է քաղաքապետարանը գնացել այս քայլին, Տիգրան Ավինյանը պարզաբանում է, որ բիզնես կենտրոնի կառուցումը որոշակիորեն կմեղմի այն ծախսերը, որոնք իրականացվելու են Աջափնյակ կայարանի կառուցման համար։
Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։